Աշխարհում առաջին կին բանաստեղծներից մեկը ազգությամբ հայ է։ Գնացինք միասին բացահայտելու։ Սահակդուխտը, ով 8-րդ դարի նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրն էր, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ընդունել էր ուսուցության ուխտն ու առանձնացել էր Գառնու ծորի քարայրներից մեկում, որտեղ ըստ ավանդության ժամանակին ճգնել էր նաև Տրթատ մեծի քույրը Խոսրովի դուխտը։ Սահակդուխտը հմտանում է ոչ միայն երաժշտության, այլ նաև շարականագրության եւ հատկապես մեծացուցցե տեսակի ստեղծագործություններ գրելու մեջ, որոնցում հիմնականում փառաբանվում է Մարիամ Աստվածածինը։ Չնայած իր ճգնակյաց կյանքին, նա նաև իր մոտ ուսանելու եկած երիտասարդներին վարագույրի ետևում նստած սովորեցրել է հոգևոր երգեր եւ մեղեդիներ։ Սահակդուխտի գրած շարականները մեծ ազդեցություն են ունեցել հայ շարականագրության զարգացման գործում։ Ցավոք, Սահակդուխտի ստեղծագործություններից շատ քիչ բան է մեզ հասել, սակայն ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես մեծացուցցեների մեծ մասը գրվել են բանաստեղծուհու կողմից։ Երգեր գրելուց զատ նա նաև զբաղվել է մանկավարժությամբ եւ հոգեբանությամբ։ Թեև այդպես էլ գաղտնի է մնում, թե ինչու է նա ընտրել փակ ու մեկուսի կյանքը, դա նրա հոգևոր ընտրությունն էր, ներքին վիշտը, թե անավարտ սիրո հետևանքը, սակայն անհերքելի է, որ աշխարհում առաջին կին բանաստեղծուհիներից մեկը իր հետքն է թողել ինչպես հայոց, այդպես էլ համաշխարհային մշակույթի զարգացման մեջ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքն այս մասին եւ հետեւեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։